Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Խաղաղություն եմ թողնում ձեզ։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ այս աշխարհի տրված խաղաղությունից այլ է, որպեսզի ձեր սրտերը չխռովեն եւ դուք չվախենաք։ Այսօր լրացան 50 օրերը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունից հետո, սիրելիներ։ Ինչպես որ Հիսուս խոստացել էր առաքյալն ասելով. «Սպասեք Երուսաղեմում, մինչև որ կուղարկե Մխիթարից Սուրբ Հոգին», եւ այսօր 50-րդ օրը Պենտեկոստեի օրը, երբ առաքյալները միասիրտ, միախորհուրդ հավաքված էին վերնատան մեջ, հանկարծ սաստիկ հողմի փչումով Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, հրեղեն լեզուների տեսքով Աստծո իր Հոգին թափեց նրանց վրա, եւ նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով, որ մարդիկ լսեցին ու զարմացան։ Ինչու է Հիսուս ասում. «Ես գնում եմ, բայց Հայրս ձեզ կուղարկի Սուրբ Հոգին Մխիթարիչը, որ ձեզ ամեն բան կուսուցանի եւ կհիշեցնի», եւ ասում է. «Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ»։ Երբ Հիսուս վերադառնում էր երկինք, որտեղից որ իջել էր, նախ առաքյալներն էին տխուր, որ իրենց սիրելի ուսուցիչ, իրենց Փրկիչ Աստված այլևս ֆիզիկապես իրենց տեսանելի չպիտի լինի։ Եվ տխուր էին, տրտմած են, որ 3 տարիներ Քրիստոսի հետ լինելով հանկարծ ֆիզիկապես ժամանակավոր պիտի բաժանվեն։ Եվ երկրորդ Սուրբ Հոգին պիտի իջներ, որպեսզի վախեցած, տկարացած, հուսահատության մեջ եղող մարդիկ ոգևորվեին, ուժեղանային, քաջ դառնային եւ հիշեցներ Հիսուսի բոլոր խոսքերը։ Այսինքն ամենաերկարը, որ մեզ հետ մնացել այս ֆիզիկական աշխարհի մեջ, Հիսուս Քրիստոսից հետո Սուրբ Հոգին է, որ մինչև մեր մահ մեզ պիտի առաջնորդի, որպեսզի ամեն օր մեզ հիշեցնի Հիսուս Քրիստոսի բերած փրկության ավետարանը, որպեսզի մենք իբրև քրիստոնյաներ ամոթով չմնանք եւ չամանչենք։ Ինչու կարիք ունենք Սուրբ Հոգին Մխիթարիչ կոչելու, սիրելիներ։ Այլ անուն ինչու չի տալիս Հիսուս, այլ ասում է մխիթարություն պիտի գա, մենք էլ մեկս մյուսին որ ցավի մեջ ենք, կորստի մեջ ենք, Սուրբ Հոգու մխիթարությունն ենք մաղթում։ Մենք մարդիկս ինչքան էլ որ այս աշխարհի մեջ հավատքով լինենք, ուժեղ լինենք, երբեմն կարիք ունենք մխիթարության, այնպիսի մի խոսքի, այնպիսի մի ընկերոջ ներկայության, որ անգամ մի լուր ներկայությամբ կարող է մեզ քաջալերել կամ հույս ներշնչել, որպեսզի մենք ապրենք։ Սուրբ գրքի մեջ, հունարեն թարգմանության մեջ մխիթարիչ բառը նաև նշանակում է պահապան կամ փաստաբան։ Եվ Գրիգոր մեծ պապ իր մեկնության մեջ ասում է. «Սուրբ Հոգին մխիթարիչն բացի փաստաբան է Հայր Աստծո առջև մեղավոր մարդկանց դատը պաշտպանելու եւ արդարացնելու։ Մխիթարիչ է, որպեսզի մեղքի մեջ հայտնված մարդը անհուսության մեջ չհայտնվի, անպայման Քրիստոսի հարության հույսով նորոգվի նորից Տիրոջը ներկայանալու համար։ Մխիթարիչ է, որովհետև մենք ֆիզիկական բազում կորուստներ ենք ունենում, ցավեր ենք ունենում, եւ այդ կորուստը մենք մխիթարությամբ պիտի լցնենք, որ ամեն անգամ Սուրբ Հոգին մեզ պիտի հիշեցնի, որ կա հավիտենական հարությունը, որ ինչպես այսօր աղոթքի մեջ լսեցիք Հովան Վեսկոբերյանի աղոթքը, Սուրբ Հոգուն ուղված, բացառապես ուղված էր մեր ննջեցյալների համար, քույրերի, եղբայրների, զավակների, ովքեր որ հավատացել են, ննջել են եւ Քրիստոսի ներկայության մեջ այսպայն հանգչում են, որպեսզի հարության ժամանակ Սուրբ Հոգին նորից մեզ վերադարձնի հաղթանակած։ Սուրբ Հոգին պարզապես ուժ չէ կամ անտեսանելի մեկը չէ, սիրելիներ։ Սուրբ երրորդության երրորդ անձն է, որ գալիս է մեր մեջ բնակվելու։ Եվ ինչպես որ Նիկոդեմոս երբ գիշեր եկավ Հիսուսի մոտ հարցնելու թե ինչ պիտի անեմ փրկվելու, Հիսուս ասավ. «Մինչև վերստին չծնվեք, չեք կարող երկնքի արքայությունը տեսնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի»։ Հիշեցնում է, որ եթե դու Սուրբ Հոգու կնիքով չծնվես, Սուրբ Հոգով վերստին չվերադարձվես Աստծուն, դու չես կարող երկնքի արքայությունը տեսնել։ Շատ դժվար է առանց Սուրբ Հոգու ֆիզիկական եւ հոգեվոր ներկայության ապրել այս աշխարհի մեջ։ Եվ Սուրբ Հոգին պիտի գա ու ամեն օր մեզ պիտի հիշեցնի, որպեսզի մենք փրկության ավետարանը երբեք չմոռանանք։ Եվ տեսեք, անմիջապես այս խոսքից հետո Հիսուս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ»։ Այն խաղաղությունը այս աշխարհը չի կարող տալ, որպեսզի նախ ձեր սրտերը չխռովեն, հետո դուք չվախենաք։ Երբ որ մենք լսում ենք խաղաղություն, միանգամից հասկանում ենք, որ ահա երկու պատերազմող երկրներ
իրար հետ պիտի հաշտվեն, խաղաղության պայմանագիր պիտի ստորագրեն, ձեր ձեռքի տան ու վերջանա։ Կամ երկու հարևան կամ ընկեր, բարեկամ, ծնող, զավակ, երբ իրենց ամբողջ կյանքը կռվի մեջ են, հանկարծ մի օր պիտի հաշտվեն։ Սա ֆիզիկական խաղաղության մասին է, որը բոլոր մարդիկ ձգտում են, բայց այդպես էլ այս խաղաղության մեջ չեն կարողանում ապրել։ Այստեղ բացառապես խոսքը, սիրելիներ, հոգևոր խաղաղության մասին է, որովհետև եթե մեկը ունենա Հիսուսի խաղաղություն, նշանակում է պատրել մեղքի պարտամուրակը եւ մեղքից դուրս գալով հաշտվել Աստծո հետ։ Դրա համար այս խաղաղությունը եթե դու ունես, որ հաշտված ես մեղքը հաղթահարել ես, հաշտվել ես Աստծո հետ, դու կարող ես արտաքին խաղաղությունը չակնկալ, որովհետև ինչ էլ որ լինի, քո ներքին խաղաղությունը պիտի ունենաս։ Եվ այդ խաղաղության նավապետը, առաջնորդողը դեպի փրկություն Սուրբ Հոգին է, որով քեզ սպահում է, որ ինչ էլ որ լինի այս աշխարհի մեջ, ինչ էլ քո շուրջը կատարվի, հանկարծ քո խաղաղությունը չկորցնես։ Երկրորդ սիրելիներ, խաղաղությունը հուսահատված մարդուն դեպի հաջողություն հասնելն է։ Երբ որ մենք մեղք ենք գործում, սխալի մեջ ենք հայտնվում, մենք ակամայից երբեմն հուսահատության մեջ ենք հայտնվում։ Այդ պահին է, որ սատանան կարողանում է մարդուն իր ճիրանների մեջ առնել։ Այդ դրվագում է, որ մարդը կորցնում է իր հավիտենական վստահությունը։ Եվ այս խաղաղությունն է պետք, որ ինչ է լինի քո շուրջը, հանկարծ չհուսահատվես։ Տեսեք, ասում է, նախ ձեր սրտերը չխռովեն, երկրորդ դուք չվախենաք։ Երբ որ կա հոգու խաղաղությունը, որ դու հաշտված ես Քրիստոսով, մեղքը պատրել ես, հաղթել ես եւ մոտեցել ես Աստծուն, Սուրբ Հոգին քեզ տանում եւ ընծայում է Տիրոջը։ Եվ ինչպես որ պատարագի մեջ ասում ենք, քոնը քեզ է մատուցում, Սուրբ Հոգին Աստծո պատիեր նմանեցող մարդուն նորից վերադարձնում է Աստծո մեջ ապրելու համար։ Այս աշխարհը մեզ չի կարող խաղաղություն տալ, սիրելիներ։ Նախ նրա համար, որովհետև աշխարհը խաղաղություն չի սիրում։ Մենք մարդիկս խաղաղություն չենք սիրում։ Մենք ամեն ինչ անում ենք, ինչ որ մեկի հետ գժտվելու, նույնիսկ մեր բոլոր խաղերը, կատակները վեճեր են, կռիվներ են փոքրիկ, այդպես ենք խաղում, որովհետև մենք չենք հասկանում իրական խաղաղությունն ինչ է։ Եվ եթե դու խաղաղություն չես սիրում, ուրեմն դու նաև ակամայից կռիվը հրահարող ես։ Տեսեք, աշխարհի բոլոր պատերազմները ոչնչից մի սխալ խոսքից, մի սխալ արտահայտությունից, սխալ ցանկությունից, ձգտումից եւ ազգերն ու ժողովուրդները իրար հետ պատերազմում են, հազարավոր միլիոնավոր մարդիկ են մեռնում, բայց մարդիկ միշտ խոսում են խաղաղության մասին, իբրև խաղաղություն են ուզում հաստատել։ Չկա խաղաղություն։ Չի կարող լինել ֆիզիկական խաղաղություն, եթե մարդը մեղքը իր ներսում չի հաղթել եւ Սուրբ Հոգու բերած պահպանությունը եւ նրա փաստաբանությունը չունի, որ Աստծո հարցերով բարեխոս լինի։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞, որ Սուրբ Հոգին իբրև փաստաբան քո շահերի պաշտպան է կանգնում Աստծո առջև, ասելու որ Քրիստոս այրուն է թափել այս մեղավոր մարդկանց համար, ների սրանց հայր։ Հիսուս ինքն է բարեխոսում, ասելով. Հայր, ես վճարել եմ այս մարդկանց պարտքերը, խնդրում եմ ներող համարիր նրանց։ Եվ տեսեք, երբ որ չկա խաղաղություն, մեր սրտերը միշտ խռոված են։ Մենք այսօր մանավանդ, հատկապես այսօր այս դարում, մենք անդադար խռովքի մեջ ենք։ Ինչ որ անում ենք, անորոշ ենք անում, ինչ որ անում ենք սրտով չենք անում, ինչ որ անում ենք կորցնելու վախով ենք անում, որովհետև մեր սրտի մեջ անհանգստություն կա։ Նախ մեր մեղքերն են մեզ ճնշում, երկրորդ աշխարհից եկող վտանգներն են սպառնում մեզ, որպեսզի մենք այդ հոգևոր մխիթարությունը չունենանք։ Ամեն օր պատերազմներ են բերում, մարդիկ պատերազմի դաշտում մարդկանց են իրար սպանում են եւ շատ շատերի կուրծքը զարդարված է հերոսության մեդալներով։ Մարդ սպանելու համար հերոսություն են տվել, հերոսի կոչում են տվել, բայց սիրելու համար չեք գտնի մեկին, որ կոչում ունենա, պատվոգիր ունենա, շքանշան ունենա, նրան գավաթ տվածնեն կամ ամեն օր խոսեն այդ մարդու մասին կամ նկարները փակցնեն տարբեր հաստատություն, որ տեսեք, այս մարդը սիրո մարդ է ապրել այս աշխարհի մեջ։ Հիսուս ապրել է այդպես, բայց Հիսուսին այսօր արհամարողները շատ են սիրելիներ, մերժողները, ատողները, որովհետև սերը թուլություն են համարել, սերը վախկոտություն են համարել, բայց սերն է միակ բանը, որ աշխարհում չի հնանում, չի ոչնչանում, այլ հակառակը մեզ ուժ է տալիս ապրելու համար։ Երբ որ դու կաս, այդ խաղաղությունը քո մեջ ունես, ուրեմն նաև չպիտի վախենաս։ Մենք ամեն օր վախով ենք ապրում այս աշխարհի մեջ։ Սատանայի մեծագույն խաբեությունը մարդուն ներշնչել է վախի զգացողությունն է։
Եվ վախնել թերահավատության նշան է։ Եթե դու վախենում ես ինչ-որ բանից, ուրեմն դու թերահավատ ես։ Այն ինչ որ դու աղոթում ես, ինչ որ խնդրում ես, ինչ որ հավատում ես, ու դրա հետ մեկտեղ վախ ունես, նշանակում այդ խոսքերի հանդեպ դու ամբողջական վստահություն չունես։ Ուրեմն Սուրբ Հոգու առաքելությունը, մխիթարությունը սրա մեջ է, սիրելիներ, որ մարդը իր սրտի մեջ խռով չունենա, վախ չունենա եւ Աստծո հետ կարողանա հաշտություն գտնել։ Սուրբ Հոգին ինչու առաքյաների վրա լեզուներով, կրակող վարվող լեզուներով երևաց։ Լեզուն, գիտեք, ամենավտանգավորն է, չէ՞, մարդու, կարող է կյանք տալ եւ կարող է մահ սփռել։ Լեզուն է, որ մարդու ոսկորները կոտրում է ավելի, քան ֆիզիկական ծեծը կարող է կոտրել։ Լեզուն է, որ մարդու երջանկությունը կարող է ոչնչացնել, փոշիացնել կամ հակառակը, մի բառ ասես, մարդը երջանիկ դառնա։ Ուրեմն ցույց է տալիս, որ մեր լեզվի օրհնությունից եւ աղոթքից է կախված նաեւ թե ինչպիսի հոգի մենք կստանանք երկնքից եւ ինչպես կապրենք։ Ինչու կրակի տեսքով։ Գիտեք, որ կրակը դյուրաբեկ մարմինները ամրացնում, ուժեղ է դարձնում եւ ինչ որ կարծր է, պինդ է, հալեցնում, փխրուն է դարձնում։ Կան մարդիկ, ովքեր որ քարացած սրտեր ունեն, չարությամբ լեցուն սրտեր ունեն, ատելությամբ լեցուն կյանք են ապրում, ուրեմն Սուրբ Հոգին պիտի այդ քարացած, չարացած սրտերը փափկացնի, փխրացնի, որպեսզի այնտեղ Աստծո սերը սերմանի։ Կան մարդիկ այս այր, որ փափուկ են, թույլ են, տկար են, նրանք էլ պիտի ուժեղանան, ինչպես առաքյալները, որ վախկոտ էին, հանկարծ Սուրբ Հոգին ստանալուց հետո քաջ ու համարձակ նահատակներ դարձան ավետարանը քարոզելու համար։ Ուրեմն այս կրակի տեսքը մեզ հիշեցնում է, որ ինչպես որ մարդը մոտենում է կրակին, տաքանում է առանց վախենալու, այնպես էլ մինչև դու Սուրբ Հոգուն չմոտենաս, դու քո կոտրված սիրտը չես կարող ամրացնել։ Դու քո հուսահատությունը չես կարող մխիթարության վերածել։ Քո ժամանակավոր ֆիզիկական բաժանումը քո զավակի, ծնողի, ամուսնու կնոջից չես կարող հասկանալ, ընկալել, եթե այդ մխիթարության մեջ դու չապրես։ Եվ վերջապես Սուրբ Հոգին մեզ խոսել է տալիս ճշմարտության մասին։ Երբ առաքյաներ առավոտյան արթնացան, լսեցիք պատգամը։ Խոսում են եւ մարդիկ զարմանում են, ասում են նույնիսկ սրանք հարբած են, այս ինչ են խոսում։ Բայց Պետրոս առաքյալն ասում է, սրանով իրականացավ Հովելի մարգարեությունը, իրականացավ, Սուրբ Հոգին իջավ մարդկանց մեջ առաջնորդելու մեզ։ Եվ տեսեք, մենք հարության տոնը 50 օր ենք նշում, Սուրբ Ծնունդը 8 օր ենք նշում, Աստվածամոր տոնը 9 օր ենք նշում, բայց հոգեգալստյան տոնը մեր ամբողջ կյանքի ընթացքում, որտեղ մխիթարից Սուրբ Հոգու խորհուրդը ամբողջ կյանքում մեզ հետ է։ Եվ Սուրբ Հոգին մեզ սրբացնողն է, սիրելիներ։ Առանց այդ հոգու ներկայության մենք չենք կարող սրբվել։ Եվ ինչպես որ Նիկոդեմոսին է ասում Հիսուս, վերստին պիտի ծնվես, Նիկոդեմոսն ասում է, մեծ մարդ եմ, ծեր եմ արդեն, ինչպես պիտի մտնեմ մորս արգանդը նորից ծնվեմ, ինչպես ես պիտի նոր մարդ դառնամ։ Հիսուս ասում է, որ Սուրբ Հոգով պիտի ծնվես։ Մինչև Սուրբ Հոգու ծնունդը չունենաս, չծնվես չես կարող։ Մենք երբ որ եկեղեցում Սուրբ Աբազանից ծնվում ենք, սա եկեղեցու արգանն է։ Այստեղից է որ մարդը ջրի մեջ մաքրվելով, սրբվելով, հետո Սուրբ Մերոնով Աստծո կնիքը ստանալով, Սուրբ Հոգու շնորհներով է զարդարվում, ինչը որ կորցրեց Ադամը մեղքի պատճառով։ Ուրեմն մենք զարդարվեցինք այդ շնորհներով, եւ այդ շնորհը պահելու համար դու միշտ պիտի մնաս Քրիստոսի ներկայության մեջ եւ Սուրբ Հոգու ձեռքը պիտի բաց չթողնես։ Սուրբ Հոգին է, որ անտեսանելի մեզի պաշտպանում է, մեզ առաջնորդում է, այնտեղ որտեղ վտանգի մեջ ենք, մեզ փրկում է, բայց քանի որ մենք շնորհակալություն հայտնել չգիտենք, մենք միշտ ապերախտ ենք ապրել Աստծո հանդեպ, այդ զորությունը դուրս ենք հանում մեր կյանքի մեջ եւ ասում ենք, որ այսօր քո ժամանակը չունենք։ Սուրբ Հոգով լեցվում մարդը ամեն օր չի կարող սուտ խոսել, բանսարկություններ անել, չարախոսել, բամբասել, նախանձել, ուրիշի հետևից սուտ լուրեր տարածել։ Չի կարող, սիրելիներ։ Այսպես միայն սատանան է վարվում, որ լույսի հրեշտակի տեսքով կարող է երևալ, բայց մարդկանց խաբեության մեջ պահել։ Մենք էլ մեր կյանքով այդպես կարող ենք լինել։ Այսօր առավոտյան, երբ որ ես մենակ եի եկեղեցում, իմ անձնական աղոթքն է անում, երբեմն աստորու աղոթքները քահանայի խոստովանության մասին, այնտեղ գեղեցիկ տողեր կա, ասում է, ես միայն ունեմ անունը քահանայի, բայց ոչ երբեք ճշմարտությունը։ Միայն անունը ունեմ քահանայի, բայց ոչ ճշմարտություն։ Ինչու է այսպես ասում Սուրբ Եփրեմ ասում, որովհետև մենք կարող ենք այդ անունը օգտագործել, բայց այդ անվան ճշմարտությամբ չապրել այս աշխարհի մեջ։ Մենք կարող ենք Սուրբ Հոգու անունից խոսել, բայց երբեք Սուրբ Հոգու ներկայությունը զգացած չլինել։
Կան չէ մեր մեջ մարդիկ, որ որևէ մեկին ֆիզիկապես չեն տեսել, չեն ճանաչում, բայց այնպես են խոսում, որ կասես այս մարդու հետ մի ամբողջ կյանք են անցկացրել։ Ամեն մի մանրուքին տեղյակ են այդ մարդու կյանքի, բայց երբ որ նրա ծննդյան թիվը հարցնես, չգիտի։ Այնպես էլ մեր կյանքի մեջ է, սիրելիներ։ Եվ մենք երբ ենք հասկանում այդ զորությունը, ամենապարզ օրինակը մեր կենցաղային կյանքից բերեմ։ Երբ որ դու սառնարան ես գնում, սառնարանի խորհուրդը երբ ես հասկանում, երբ որ դու հոսանքին ես միացնում, նրա սառնությունը զգում ես, որ աշխատեց, քեզ եղավ պետքությունը բերեց։ Այնպես էլ մինչև այդ լարը քո սրտի չմցնես Սուրբ Հոգու մեջ, չես կարող այդ զորությունը զգալ, այդ ջերմությունը զգալ քո կյանքի մեջ։ Դու չես կարող ունենալ այդ ամենի խորհուրդը քո կյանքի մեջ, եւ դա քեզ երբեք փրկության չի առաջնորդելու։ Եվ այս Սուրբ Հոգու գալստյան օրը, որ Հիսուս ուղարկեց մխիթարիչին, սիրելիներ, նպատակը մեկն է, որպեսզի մարդը իր մխիթարությունը ժամանակավորի մեջ չգտնի հավիտենականը կորցնելով, այլ հավիտենականը ապրելով, ինչպես աղոթքի մեջ լսեցիք Հովան Ոսկեբերյանի, երկիրը երկնքի փոխեց Սուրբ Հոգին։ Մենք ապրելով երկրի վրա, ապրում ենք երկնքի համար։ Մենք ապրելով երկրի վրա, ապրում ենք երկնքի օրենքներով։ Մենք ապրելով երկրի վրա, ապրում ենք մեր հոգու համար, ոչ թե այս ֆիզիկական մարմնի համար։ Սա մի օր հող էր, հող պիտի դառնա Աստծո խորհրդի համաձայն, բայց մեր հոգին պիտի վերադառնա Աստծո մոտ։ Ինչ տեսքով, ինչ գեղեցկությամբ կախված է մեզանից, թե Սուրբ Հոգուն ինչպես կպահենք մեր մեջ։ Թող Տեր օրհնի բոլորիս, իր խաղաղության սիրո մեջ պահի, Սուրբ Հոգու համբույրը երբեք չանտեսեք։ Դավաճանական համբույրով չհամբուրեք, չպատասխանեք։ Այդ համբույրը շատ ջերմացնող է, այդ համբույրը շատ նորոգող է։ Եթե ընդունեցիք Սուրբ Հոգու համբույրը ձեր կյանքի մեջ, ամբողջական այդ զգացումը սիրո հավիտենության կունենաք ձեր կյանքի մեջ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։